Մամ, էս ի՞նչ ա։ Անահիտը դանդաղ շրջվեց։ Նա հենց նոր մոմեր էր վառում տորթի վրա։ Հյուրասենյակում երեխաներն էին ճռվռում, մեկը գցել էր կոնֆետը, թղթե գլխարկներ։ Եվ այդ անկարգությունը այնքան ծանոթ էր, որ մարդ ուզում էր դրա մեջ լուծվել։ Մամ, Ալիսայի ձայնն ավելի բարակացավ։ Նայիր, Անահիտը բարձրացրեց աչքերը։ Մինչ պատմության անցնելը խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, այստեղ ձեզ սպասում են բազում պատմություններ։ Ալիսան կանգնած էր դրան մոտ, գրկելով նոր նվիրած արջուկը, հենց այն, որ կես ժամ առաջ բերել էին հյուրերը վարդագույն գեղեցիկ տուփի մեջ։ Տուփը կապված էր շատ կոկիկ ժապավենով։ Այդպես են կապում մարդիկ, ում մոտ ամեն ինչ պետք է լինի ինչպես հարկն է։ Բացել ծննդյան օրը, գրված էր գրությամբ, առանց սմայլիկների, առանց բացականչությունների, ինչպես հրաման։ Ինչ կա արևս, Անահիտը ավտոմատ շպտաց, դեռ ձեռքերում պահելով տորթը։ Ալիսան սեղմեց արջուկի թաթը։ Այստեղ ինչ-որ անցք կա ու կոշտա։ Անահիտը զգաց, որ ներսում ինչ-որ բան դողաց։ Նա դրեց տորթը սեղանին, ծափ տվեց հյուրերի ուշադրությունն գրավելու համար։ Աղջիկներ, մոմերն արդեն գրեթե պատրաստ են, հիմա փչելու ենք։ Ալիս, արի այստեղ արևս։ Ալիսան հնազանդ եկավ, բայց արջուկը չթողեց։ Նա իսկապես երջանիկ էր։ Նա շատ էր սիրում փափուկ խաղալիքները։ Անահիտը վերցրեց արջուկը։ Նա ծանր էր։ Եվ մորթու տակ, կողքին ավելի մոտ, իսկապես զգացվում էր ինչ-որ խիտ բան։ Կոտրված չի, հանգիստ ասաց Անահիտը։ Պարզապես պետքա մաման ստուգի։ Ես կկարեմ։ Լավ, կվերադարձնես։ Ալիսան խոժորվեց։ Իհարկե, Անահիտը ժպտաց, այնպես որ սենյակի ոչ մի մեծահասակ ուշադրություն չդարձներ, այնպես որ ոչ ոք չզգար, որ ինչ-որ բան սխալ է գնում։ Նա տարավ արջուկը ննջասենյակ ու փակեց դուռը։ Այնտեղ լուռ էր։ Անահիտը նստեց անկողնու եզրին ու զգուշորեն բացեց մորթին այնտեղ, որտեղ ցույց էր տվել Ալիսան։ Կար նոր էր, գործված ոչ թե գործարանում։ Նա մի քիչ ավելի ուժեղ սեղմեց։ Մատների տակ սառը բան զգացվեց։ Անահիտը դանդաղ խոր շունչ քաշեց, պոկեց եւս 1 սանտիմետր ու նայեց ներս։ Ներսում սինթեպոնի մեջ պարկած էր փոքրիկ մուգ կորտուս, լարով։ Անահիտը փակեց աչքերը։ Առաջին արձագանքը ոչ թե վախ էր, ոչ էլ սարսափ, այլ շատ հստակ, սառեցնող միտք։ Նրանք սահմանն անցել են։ Անահիտը զգուշորեն կարեց կարը հետ։ Արջուկը դարձյալ դարձավ սովորական։ Նա դրեց այն պահարանի վերին դարակում, այնտեղ ուր Ալիսան չի հասնի։ Հետո մոտեցավ հայելուն։ Ամեն ինչ կարգին է, ասաց նա իր արտացոլանքին։ Նախ տոնը, եւ դուրս եկավ հյուրասենյակ։ Նա կտրում էր տորթը, բաժանում ափսեները, ծիծաղում, երբ սերուցքն ընկնում էր մեկի քթին։ Ամենաձայնով երգում էր շնորհավոր ծնունդ։ Ալիսան փչեց մոմերը, աչքերը ամուր փակելով։ Կարծես դրանից էր կախված ինչ-որ շատ կարևոր բան։ Անահիտը նայում էր նրան ու մտածում ոչ թե արջուկի մասին, նա մտածում էր Լուսինեի մասին, ով միշտ գիտեր թե ինչպես վարվել ամեն անգամ, Գառնիկի մասին, ով լռում էր, բայց հավանություն էր տալիս գլխով, Արմանի մասին, ով չէր ուզում կոնֆլիկտներ ու դրա համար երբեք ոչ մեկին չէր կանգնեցնում, եւ նա մտածում էր այն մասին, եթե սա պարզապես նվեր լիներ, այն մինչև վերջ փափուկ կլիներ։ Եթե սա հոգատարություն լիներ, ներսում օտար բան չէին թաքցնի։ Սա պատահականություն չէ եւ անշուշտ սեր չէ։ Երբ վերջին հյուրը գնաց, Անահիտը անջատեց լույսը հյուրասենյակում ու բարձրացավ ննջասենյակ։ Նա բացեց պահարանն ու նորից նայեց արջուկին։ Դե ինչ, հանգիստ ասաց նա, տեսնենք թե ինչու ես դու այստեղ։ Անահիտը նստած էր Ալիսայի անկողնու եզրին, լսում էր նրա հավասար խաղաղ շնչառությունը եւ որսում էր իր մտքերում անսովոր մտքեր։ Եթե չլիներ այդ արջուկը, այսօրը կարելի էր համարել երջանիկ, սովորական։ Նման օրերի վրա էլ է պահվում կյանքը, երբ մնացած ամեն ինչ ճաք է տալիս։ Նա քակեց դուռը մանկասենյակում եւ գնաց իր ննջասենյակը։ Արջուկը դեռ այնտեղ էր, պահարանի վերին դարակում, կարծես իմանար, որ իրեն կվերադառնան։ Անահիտը զգուշորեն իջեցրեց այն, ինչպես իջեցնում են կախիչից ինչ-որ փխրուն ու հնարավոր վտանգավոր բան։ Նստեց անկողնուն, վառեց գիշերային լամպը։ Հիմա կարելի էր չձևացնել։ Կարը հեշտությամբ բացվեց, կարծես իրենք էլ շատ չէին ջանում թաքցնել այն։ Ներսում սինթեպոնի մեջ երևաց փոքրիկ սև կորպուսը, լարը, մանր անցքը, լուսացույցը, որը չէր վառվում, բայց հենց դրանով էլ ավելի էր վախեցնում։ Անահիտը երկար նայեց գտածոյին, առանց դիպչելու, հետո վերցրեց հեռախոսը, լուսանկարեց տարբեր անկյուններից, որպիսի երևար ամեն ինչ։ Իհարկե, արտաշնչեց նա։ Սա ոչ պարզապես ձայնագրիչ էր, ոչ էլ պարզապես հետագծիչ։ Սա սարք էր, որը պետք է աննկատ լիներ, այնպիսի, որ մարդը իր հետ տանի գրկի դնի բարձի կողքին։ Նա զգուշորեն դրեց սարքը տոպրակի մեջ, հեռու տարավ, հետո նստեց ու երկար նստած մնաց մթության մեջ։ Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ամեն ինչ սկսվել էր ամուսնալուծությունից։ Այն բարձրաձայն չէր եղել։ Արմանը չէր կորում, դռներ չէր շրքում, սպառնալիքներ չէր նետում։ Նա ընդհանրապես հազվադեպ էր ինչ-որ բան բացեի բացանում։
Ամեն ինչ կատարվում էր իբրև պատահական։ Փողերը վաղուց էին սկսել անհետանալ։ Սկզբում մանրուքներ, հետո գումարներ, որոնք այլևս հնարավոր չէր գցել մոռացության վրա։ Անահիտը ստուգում էր հաշիվները, հարցեր տալիս։ Արմանը գրգռվում էր, ասում. «Դու ամեն ինչ չափից ավելի ես վերահսկում, դու ինչ չես վստահում»։ Հետո պարզվեց խաղերի մասին, ընկերների հետ մի քանի անգամ գրեթե ամեն ինչ հետ են վերցրել։ Պարտքերի մասին, որոնք ինչ-ինչ պատճառով շարունակում էին աճել։ Լուսինեն այն ժամանակ հանգիստ ասել էր ընթրիքի ժամանակ. «Տղամարդիկ երբեմն պետք է հանգստանան»։ Գլխավորը չճնշել, գառնիկը լռել էր։ Նա միշտ լռում էր, երբ խոսքը կարևոր բարի մասին էր։ Անահիտը փորձել էր պայմանավորվել, սпасել, հավատալ, հետո պարզապես հոգնել էր։ Հայրը հանկարծամահ էր եղել, սիրտը։ Նա չէր սիրում խոսել փողերի մասին, բայց, ինչպես պարզվեց, մտածել էր թոռնիկի ապագայի մասին ավելի շատ, քան իր հանգստության։ Հուղարկարվորությունից հետո նոտարն ասել էր, որ Ալիսայի անունով բացված է հաշիվ 5 միլիոն դրամ։ Ոչ նվեր, ոչ սևորվա համար, պարզապես որ լինի։ Փողերը պատկանում են երեխային, ասել էր նոտարը։ Դուք չեք կարող տնօրինել, միայն երեխայի շահերից ելնելով եւ թույլտվությամբ։ Անահիտն այն ժամանակ լաց էր լինում թեթևացումից, շնորհակալությունից, որ գոնե մեկը իսկապես հոգ է տանում։ Հետո այդ մասին իմացան, սկզբում պատահաբար, Արմանը սայթաքեց։ Հետո սկսվեցին խոսակցությունները։ Համոզված ես, որ կարողանում ես, հարցնում էր Լուսինեն։ Գուցե դժվար է քեզ մենակ, հառաչում էր Գառնիկը։ Երեխային հանգիստ մայր է պետք, ասում էր Արմանը, ոչ թե քո նյարդերը։ Խոսքերը փափուկ էին, ինտոնացիաները հոգատար, բայց Անահիտը զգում էր, իրեն սկսում են դիտարկել որպես խոչընդոտ։ Նա նորից նայեց Սարգին, հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։ Անահիտը զգուշորեն փաթեթավորեց Սարգը, հեռու դրեց, հետո նստեց ու երկար նստեց մթության մեջ։ Նպատակը ոչ թե հենց հիմա երեխային վերցնելն էր, ոչ էլ անմիջապես հասնել փողերին։ Նպատակը մեկ այլ բան էր՝ վերահսկողություն, ճնշում, հնարավորություն ցանկացած պահի ասելու. «Մենք գիտենք, մենք կողքիդ ենք, մենք ենք որոշում, ինչպես մեզ հարմար է»։ Անահիտը փակեց աչքերը։ Ոչ, հանգիստ ասաց նա դատարկությանը։ Այս անգամ ոչ։ Նա վեր կացավ, ստուգեց արդյոք Ալիսան քնած է ու վերադարձավ ննջասենյակն արդեն այլ զգացողությամբ։ Ոչ վախ, ոչ խուճապ, այլ սարը հստակություն։ Եթե նրանք սկսել են այս խաղը, ուրեմն պետք է խաղալ մինչև վերջ, եւ այս անգամ իր կանոններով։ Դուք հասկանում եք, որ սա այլևս պարզապես ամուսնալուծություն չէ, ասաց Իրենան, առանց աչքերը էկրանից բարձրացնելու։ Անահիտը նստած էր դիմացը, սեղմելով հեռախոսը ձեռքերում։ Էկրանին լուսանկարներ էին՝ արջուկը, կարը, սև կորպուսը, համարները։ Ամեն ինչ հստակ, առանց ենթադրությունների, միայն փաստեր։ Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, պատասխանեց Անահիտը, ննջասենյակում, երբ արջուկը ձեռքիս էի պահում։ Իրենան գլխով արեց, նա այն փաստաբաններից էր, ովքեր չեն մխիթարում։ Նրանք պարզապես անվանում են բաները իրենց անուններով։ Արմանը դատարան է դիմել երեխայի բնակության վայրը իր հետ որոշելու համար։ Երբ մեկ շաբաթ առաջ Անահիտը դանդաղ արտաշնչեց։ Դիմումում նշված է, շարունակեց Իրենան, որ դուք էմոցիոնալ անկայուն եք, հակված եք անհանգստության, ոչ միշտ եք վերահսկում ձեր ռեակցիաները։ Ձևակերպումները զգույշ էին, առանց ուղղակի մեղադրանքների, բայց իմաստը պարզ էր։ Պարզ է, հանգիստ ասաց Անահիտը։ Խաղալիքի մեջ եղած սարքը լուրջ փաստարկ է, բայց պետք է գործել սառը գլխով, առանց կտրուկ քայլերի, առանց տեսարանների։ Անահիտը թեթևակի ժպտաց։ Ես արդեն հասկացել եմ, որ նրանք սպասում են հենց դրան։ Ուրբաթ օրը Արմանը կարճ գրել էր. Ալիսային կվերցնեմ հանգստյան օրերին։ Ինչպես միշտ առանց սմայլիկների, սառը եւ քաղաքավարի։ Անահիտը հավաքում էր դստերուսապարկը, ատամի խոզոնակ, սիրելի մազակալը, մանկական ժամացույցը, այն, որ կոչակ ուներ սոսի համար։ Նա ամրացրեց ժաբավենը Ալիսայի բարակ դաստակին ու խոնարհվեց նրա մոտ։ Եթե հանկարծ վախենաս, սեղմիր այստեղ, հանգիստ ասաց նա, պարզապես սեղմիր։ Լավ, ինչպես շպիոնական մուլտերում, ժպտաց Ալիսան։ Գրեթե։ Արմանը եկավ ժամանակին, նա հավաքված տեսք ուներ, նույնիսկ չափից ավելի։ Համբուրեց Ալիսային գլխի վրա, գլխով արեց Անահիտին։ Կիրակի երեկոյան կբերեմ, ասաց նա։ Անահիտը ոչինչ չպատասխանեց, պարզապես փակեց դուռը։ Շաբաթը ծանր անցավ, ժամանակը ձգվում էր, կարծես մեկը հատուկ էր ձգում այն։ Անահիտը բռնում էր իրեն, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ նայում է հեռախոսին, թեև հասկանում էր, որ դրա համար պատճառ չկա։ Կիրակի ժամը 18-ը, 19, հաղորդագրություն չեկավ։ Անահիտը առաջինը գրեց. դուրս եք եկել, պատասխան չկար։ Նա զանգեց, գոհացուցիչ ազդանշան, հետո ավտոպատասխան։ Այդ պահին անհանգստությունը դադարեց լինել վերացական, այն դարձավ ֆիզիկական, սառը, կպչուն։ Անահիտը նորից հավաքեց համարը, նորից։ Արմանի հեռախոսը անհասանելի էր, եւ հենց այդ պահին նրա հեռախոսի էկրանը ինքնուրույն վառվեց։ Սոս, ձեռքերը դողացին։ Անահիտը սեղմեց ծանուցման վրա, գեոլոկացա, հասցեն ծանոթ էր, Լուսինեի եւ Գառնիկի տունը։ Ահա թե ինչպես, շշնջեց Անահիտը։
Նա անմիջապես չգնաց, նախ հավաքեց այն համարը, որը վաղուց պահպանված էր հիշողության մեջ, բայց կարծում էր, թե երբեք չի պահանջվի՝ ոստիկանություն։ Նրա ձայնը տարօրինակ հանգիստ էր հնչում։ Իմ երեխային ժամկետով չվերադարձրին, հայրն անհասանելի է, ինձ մոտ կա երեխայի ժամացույցից եկող սոս ազդանշան եւ ճշգրիտ հասցե։ Օպերատորը հարցեր էր տալիս, Անահիտը կարճ էր պատասխանում, գործով, 10 րոպեից նա արդեն մեքենայում էր։ Ճանապարհը մինչև Սկեսրայրի տունը հավերժություն թվաց։ Գլխում պտտվում էր մեկ միտք՝ միայն թե նա ողջ լինի։ Ոստիկանական մեքենան կանգնած էր մուտքի մոտ։ Երբ Անահիտը մոտեցավ, սիրտը ընկավ ներքև եւ հետո ցատկեց վեր։ Դուռը գրեթե անմիջապես բացվեց։ Ալիսան առաջինը դուրս պրծավ։ Նա վազում էր այնպես, կարծես վախենում էր, որ իրեն նորից կկանգնեցնեն։ Բախվեց Անահիտին, գրկեց պարանոցը։ «Մամ», հեկեկաց նա, «դու եկար»։ Անահիտը սեղմեց դստահի իրեն, զգալով, թե ինչպես է դողում նրա փոքրիկ մարմինը։ «Իհարկե եկա», շշնջաց նա, «ես միշտ եմ գալիս»։ Ալիսայի թիկունքում կանգնած էր Լուսինեն, ձեռքերը ծալած, դեմքը հանգիստ, գրեթե վիրավորված։ «Սա ինչ-որ թյուրիմացություն է», ասաց նա, «մենք սպասում էինք, բայց հետո Արմանն ասաց, որ դու չես գա»։ Անահիտը բարձրացրեց աչքերը։ «Նա ստել է», հանգիստ պատասխանեց նա։ Գառնիկը կանգնած էր մի քիչ հետ եւ լռում էր, ինչպես միշտ։ Ոստիկանը հարցեր էր տալիս, արձանագրում, նշումներ անում։ Անահիտը չէր վիճում, չէր բացատրում։ Նա պարզապես բռնել էր Ալիսայի ձեռքը եւ զգում էր, թե ինչպես է նա աշճանաբար հանգստանում։ Ալիսան գրեթե անմիջապես քնեց։ Անահիտը դրեց նրան առանց ամբողջությամբ հանելու հագուստը, միայն հանեց բաճկոնն ու կոշիկները, ծածկեց վերմակով։ Դուստրը շնչում էր անհավասար, քնի մեջ հեկեկալով, ինչպես լինում է ուժեղ վախից հետո, երբ մարմինը արդեն հոգնել է վախենալուց, բայց ներսում դեռ չի թողել։ Անահիտը նստած էր կողքին, մինչև շնչառությունը հավասարվեց, մինչև փոքրիկ ափը բացվեց։ «Ես այստեղ եմ», շշնջաց նա, «ես կողքիդ եմ»։ Երբ Անահիտը դուրս եկավ մանկասենյակից, բնակարանում նորից լուր դարձավ, բայց դա արդեն այլ լռություն էր, զգոն։ Նա գնաց խոհանոց, ջուր լցրեց իր համար, բայց չխմեց։ Հեռախոսը սեղանին էր, էկրանը մարած։ Կարծես ինքն էլ գիտեր, որ հիմա իրեն չեն դիպչի զանգի համար։ Անահիտը նստեց։ Մանկական ժամացույցի հավելվածում թարթում էր ծոնոցում, աուդիոֆայլ։ Նա անմիջապես չսեղմեց։ Մի քանի վայրկյան պարզապես նայում էր էկրանին, կարծես ժամանակ տալով իրեն, հետո սեղմեց։ Սկզբում աղմուկ էր, կտորի շրշյուն, ինչ-որ մեկի շնչառություն, հաճախակի անհավասար, մանկական։ «Մամ», Ալիսայի ձայնը հանգիստ էր։ «Ես ուզում եմ մամայի մոտ»։ Անահիտը զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Հետո հնչեց ծանոթ ձայն, հանգիստ եւ վստահ։ «Ալիսա, դու ինքդ էլ տեսնում ես»։ Մեղմ գրեթե սիրալիր ասաց Լուսինեն։ «Մաման չեկավ, մենք սպասում էինք», նա խոստացել էր, հեկեկաց Ալիսան։ «Սիրելիս», ձայնը մի քիչ ավելի խիստ դարձավ, «մաման հաճախ է մոռանում, դու ինքդ գիտես»։ Անահիտը փակեց աչքերը։ «Մի լացի», միջամտեց Գառնիկը, «դադարեցրու ոռնոցդ, դու արդեն մեծ ես, ես ուզում եմ տուն», շշնջաց Ալիսան։ «Տունը այնտեղ է, որտեղ հանգիստ է», շարունակեց Լուսինեն, «իսկ մաման հիմա նա լավ վիճակում չէ, նա հաճախ է լաց լինում, դու ինքդ ես տեսել»։ «Այո, դադար»։ Մանկական շնչառությունը անհավասար։ «Եթե քեզ հարցնեն», ասաց Լուսինեն, արդեն այլ տոնով, գործնական, «դու այդպես էլ կասես, որ մաման մոռանում է, որ նրան դժվար է։ Մենք պարզապես ուզում ենք, որ քեզ ավելի լավ լինի»։ «Բավական է»։ Նորից խրխրաց Գառնիկն, հնազանդ եղիր տատիկին։ Ձայնագրությունը կտրվեց։ Անահիտը անմիջապես չհասկացավ, որ ամեն ինչ ավարտվել է։ Նա նստած էր, սեղմելով հեռախոսը, եւ զգում էր, թե ինչպես է մեջքով դանդաղ սառը բարձրանում։ Ոչ վախից, այլ գիտակցությունից։ Սա պատահական արտահայտություն չէր։ Այն ասված չէր սրտնեղած վիճակում, սա փորձարկել էին։ Նա հետ տվեց ձայնագրությունը եւ նորից։ Յուրաքանչյուր լսելով խոսքերը դառնում էին ավելի հստակ, ավելի վատ, ավելի ճշգրիտ։ Անահիտը վեր կացավ, պահարանից հանեց արջուկը, զգուշորեն, ինչպես ապացույց, դրեց հեռախոսի կողքին, խաղալիքը, սարքը, ձայնը, նկարը ամբողջական էր։ Հաջորդ օրը նա նորից նստած էր Իրենայի կաբինետում, փաստաբանը լսում էր ձայնագրությունը լուր, առանց ընդհատելու, միայն մեկ վայրկյան սեղմեց շուրթերը, երբ Լուսինեի ձայնը հատկապես մեղմ դարձավ։ «Սա լուրջ է», ասաց նա, երբ ձայնագրությունը վերջացավ։ «Շատ։ Նրանք սովորեցրել են նրան», խուլ ասաց Անահիտը, «սովորեցրել են ստել։ Նրանք ճնշել են երեխայի հոգեկանը», ուղեց Իրենան, ձևավորել են իրենց պետքական պատկերը։ «Սա ուղղակի խախտում է երեխայի շահերի»։ Անահիտը գլխով արեց։ «Ձայնագրությունը եւ խաղալիքի սարքը կգցենք նյութերին։ Սա ոչ էմոցիաներ են, Անահիտ, սա փաստեր են»։ Անահիտը նայեց պատուհանից դուրս։ Ապակու հետևում սովորական օր էր գնում,
Մարդիկ շտապում էին, ապրում, չիմանալով, որ ինչ-որտեղ մեծահասակ մարդիկ 6-ամյա երեխային սովորեցնում էին կասկածել սեփական մոր վրա։ Նրանք մտածում էին, որ ես կվախենամ, հանգիստ ասաց նա, մտածում էին, որ կսկսեմ արդարանալ։ Նրանք սխալվել են, հանգիստ պատասխանեց Իրենան։ Անահիտը վեր կացավ։ Հիմա նա ուներ ամեն ինչ, ինչ պետք էր, եւ այլևս ոչնի անորոշություն։ Նրանք ուզում էին վերահսկել, նա պաշտպանել, եւ այս խաղում այլևս տեղ չկար օտար ձայների մանկական ժամացույցներում։ Դատարանի դահլիճում խեղդող էր եւ լուր, այն հատուկ լռությամբ, որտեղ լսվում է, թե ինչպես են մարդիկ փորձում ավելորդ շունչ չքաշել։ Անահիտը ուղիղ նստած էր, ձեռքերը դրած ծնկներին։ Նա չէր նայում ոչ Արմանին, ոչ Լուսինեին, նայում էր մեկ կետի, այնտեղ, որտեղ մի քանի րոպեից պետք է դնեին կետը օտարների փորձերում, տնօրինել իր կյանքով։ Դատավորը խոսում էր հանգիստ, առանց էմոցիաների, ինչպես խոսում են մարդիկ, ովքեր տեսել են հարյուրավոր նման պատմություններ եւ գիտեն, որ 4 ձևակերպումների հետևում միշտ ինչ-որ մեկի ցավ է։ Խաղալիքի սարքը, մանկական ժամացույցի աուդիոձայնագրությունը, ոստիկանության արձանագրությունները, պարտքերի փաստաթղթերը։ Յուրաքանչյուր կետ հնչում էր առանձին, բայց միասին դրանք կազմում էին մեկը։ Մեծահասակները երեխային օգտագործել են որպես ճնշման միջոց։ Անահիտը չէր արդարանում, չէր բացատրում, թե ինչպիսի մայր է ինքը։ Նա պարզապես լսում էր եւ սպասում։ Երբ դատավորը բարձրացրեց աչքերը եւ արտասանեց որոշումը, կրծքում դատարկ դարձավ։ Ինչպես լինում է ոչ երջանկությունից, այլ թեթևացումից։ Ալիսայի բնակության վայրը որոշվել է մոր հետ։ Հոր հետ հանդիպումների կարգը սահմանված է։ Տատիկին եւ պապիկին արգելված է միջամտելը։ Ոչ մի վրեժ, ոչ մի հաղթանակի ուրախություն, պարզապես սահմաններ։ Հաշվի մասին առանձին ասվեց. կարճ, չոր։ Փողերը պատկանում են երեխային, անձեռնմխելի են, եւ Անահիտն այդ պահին առաջին անգամ երկար ժամանակից զգաց, որ հայրը դեռ կարողացել է պաշտպանել իրեն նույնիսկ մահից հետո։ Երբ նրանք դուրս եկան շենքից, Անահիտը չկանգնեց, չշրջվեց։ Նա գիտեր, որ շրջվել նշանակում է նորից թույլ տալ նրանց մուտք գործել ներս։ Տանը լուր էր։ Ալիսան շուտ քնեց, կծկվելով, կրկելով բարձը։ Անահիտը մի քիչ ավելի երկար կանգնեց մանկասենյակի դրան մոտ, նայելով խաղաղ դեմքին։ Առանց անհանգստության, առանց լարվածության, պարզապես քուն։ Ննջասենյակում նա բացեց պահարանը։ Վերին դարակում պառկած էր արջուկը։ Այն նույնը, արդեն դատարկ, սովորական, առանց օտար աչքերի եւ օտար ականջների։ Անահիտը հեռու տարավ այն, փակեց դռնակը եւ անջատեց լույսը։ Հիմա այս տանը ոչ մի ավելորդ բան չկար, ոչ թաքնված սարքեր, ոչ օտար խոսքեր, ոչ օտար իշխանություն։ Երբ սահմանները ջնջվում են հոգատարության քողի տակ, սերը առաջինն է հեռանում, մնում է միայն պաշտպանությունը։